Լոռիում անչափահաս պատանին դանակով փորձել է սպանել հորը։ Պատճառն ըստ քննչական կոմիտեի այն է, որ տղամարդը կնոջը պարբերաբար վիրավորանքներ է հասցրել, ծեծի ենթարկել։ Տղան դանակով 1 տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած հոր մարմնի տարբեր մասերին, բայց վերջինս արթնացել է եւ խլել դանակը որդու ձեռքից։ Անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Որդին սակայն առանձնացված է հորից։ Նորություն չէ, որ ծնողների վարքագիծն ուղղակիորեն անդրադառնում է երեխայի հոգեկան վիճակի եւ առհասարակ ճակատագրի վրա։ Մասնագետներն ասում են, երբ ֆիզիկական բռնություն է կիրառվում երեխայի նկատմամբ կամ ծնողների միջև, արդյունքում զայրույթ է կուտակվում երեխայի ներսում, որը պետք է ինչ-որ կերպ արտահայտվի։ Առանց իմանալու շատ մանրամասներ այդ ցավալի դեպքի երեխան ուղղակի չի կարողացնում երբեմն տանել անարդարությունը, իսկ մայրը հատկապես փոքր երեխայի համար մայրը լինում է շատ այդպես դերային կերպար եւ շատ սիրելի կերպար եւ գուցե այդ ընդվզումը գալիս է նրանից, որ կա անարդարության զգացում եւ կա ցանկություն շտկելու իրավիճակը կամ ուղղակի վրեժխնդիր լինելու պատճառած ցավերի համար։ Հավանականությունը շատ մեծ է, որ երեխան, որպեսզի ազատվի այդ ցավագին զայրույթի զգացումից, ինչու ոչ նաեւ վիրավորանքի զգացումից, ամոթի զգացումից, վախի զգացումից, ինքը կարող է դիմել նմանատիպ վարքագծի, որպեսզի կարողանա ձերբազատվել։ Փորձագետների խոսքով կախված երեխայի խառնվածքից բնավորության գծերից դրսևորումները կարող են տարբեր լինել։ Կարող է եւ ինքը դառնալ այդպիսինը, հանցավոր երեխա կամ բռնարար երեխա կամ ավելի վարքային խանգարումներ ունեցող երեխա կամ կարող է դառնալ հակառակը, ներփակված, ամաչկոտ, սեփական եսը կորցրած, ինքնագնահատականը շատ ցածր երեխա։ Միֆ է տեսակետը, որ եթե ծնողները վիճում են, բայց թաքցնում երեխայից, ուրեմն նա ոչինչ էլ չի հասկանում։ Ըստ մասնագետների սա սխալ մոտեցում է եւ երեխան ավելի զգայուն է, քան մենք ենք պատկերացնում։ Իսկ լռության մեջ կերտված ֆանտազիան կարող է ավելի վտանգավոր հետևանքների բերել։ Հանգիստ խոսել, բացատրել երեխային, որ այո կան տարակարծություններ, դա նորմալ է, մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, բայց հետո մարդիկ բարիշում են, կարող են ներողություն խնդրել միմյանցից, կարող են միմյանց հասկանալ, գրկել, անգամ եթե այդ ներողություն բառը շատ դժվար է ասել, հա, ուղղակի ցույց տալ, որ հաշտվեցինք, որ անցանք առաջ։ Երբ որ ծնողը հասկանում է այդ ամենը եւ բաց ու անկեղծ զրուցում է երեխայի հետ, եւ երեխային հոգեբանորեն հեռացնում է իրողությունից, որ սա քո հետ ընդհանրապես կապ չունի, սա մեր միջև տեղի ունեցող հարաբերություններն են, սա մեր լուծելիքն է, դու մեղավոր չես այս իրողության համար, մենք քո կողքին ենք, մենք քեզ շատ սիրում ենք, դու քո մանկությունն ես ապրում։ Երեխան կարծես հոգեբանորեն անջատվում է այդ տեղի ունեցող բացասականից, նեգատիվից։ Հաճախ երեխային ժամանակ չտրամադրելը, նրա զբաղվածությունը չապահովելը կարող են ոչ միայն հանգեցնել դեպրեսիվ, ներանփոփ անհատականության ձևավորմանը, այլև երեխաները գուցե փորձեն հետաքրքրություն փնտրել ու գտնել այլ տեղերում, օրինակ բռնելով հանցավորության ուղին։ Այստեղ մեծ անելիք ունեն եւ ծնողը, եւ պետությունը։ Հենց ինքը ծնողը պետք է ցանկանա երեխային ընդգրկի որևէ մի խմբակի մեջ։ Ծնողը զբաղվի երեխայի զբաղվածության հարցով, փողոցից կտրի, ուշադրության կենտրոնում պահի, որպեսզի երեխան դուրս չգա փողոց, չկատարի իրավախախտում, հանցագործություն չկատարի, այո։ Եվ պետությունը իր կողմից արդեն պետք է համապատասխան անվճար խմբակներ լինեն։ Ծնողի դպրոցի հիմնադիրն ասում է, ամենատարածված խնդիրը, որով ծնողները դիմում են իրենց, հետևյալն է. ինչ անեմ, որ երեխաս լսի ինձ, իսկ դրա լուծումը պարզվում է այդքան էլ բարդ չէ։ Դրան մի մեթոդ կա՝ լսել երեխային, որովհետև մենք շատ չենք սիրում լսել, մենք ծնողներս շատ չենք սիրում երեխային լսել եւ չունենք այդ հմտությունները։ Լսել երեխային, ոնց որ կլսենք մեծահասակին, ում հետ զրուցում ենք կամ անգամ ում հետ կոնֆլիկտի մեջ ենք։ Փորձագետները վստահեցնում են, ընտանիքում ցանկացած տարաձայնություն, կռիվ, վեճ, անհաշտություն, բռնության ցանկացած դրսևորում թունավորում են երեխայի հոգին, կարող են անգամ վերաճել ողբերգության։ Օրինակներին ինքներս ենք ականատես լինում։ Սոցիոլոգն ավելի է լայնացնում խնդրի շրջանակը, քան միայն երեխայի դաստիարակությունն է։ Խնդիրը նաև մեր հանրության մտածողությունն է։ Գիտության դոկտորը հիշեցնում է հանրության շրջանում իշխող բացասական բարքերի մասին։ Հանրային մտածողության եւ բարքերի մակարդակում նաև շրջանառվել է ցավոք սրտի եւ դա ծնողների կողմից է շրջանառվում միասույթ, որը որ տարբեր կերպ կարելի է հնչեցնել, բայց սա հետեւյալն է, եթե քեզ բան ասեն, քարը վերցրու տուր գլխին, կոպիտ ասած կամ մեղմ ասած եւ դրանով են դաստիարակում այսօր երեխեքին։ Հանրության մեջ նեգատիվ դրսևորումների չեզոքացման գործում առաջնահերթ դերը նրա էլիտայինն է։ Մասնագետների համոզմամբ մեր հանրությունը պետք է լիցքաթափվի հանրային ու քաղաքական բևեռացումից ու լարվածությունից։ Պետք է առաջնորդվենք միասնական արժեքներով, մեզ բնորոշ քրիստոնեական, ավանդական արժեքներով, ամոթի զգացումով, խղճով։
Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։